Ընկերներ ողջույն, շարունակում ենք որոշիչներ թեման, այսօր միասին սահմանելու ենք որոշիչի որոշ հատկություններ, նշենք, որ տողերի վերաբերյալ յուրաքանչյուր պնդում ճիշտ է նաև սյուների համար։ Դա հետևում է այն հատկությունից, որ շրջումից որոշիչը չի փոխվում։ Որոշիչի հատկությունները շարադրելու ենք միայն տողերի վերաբերյալ։ Այստեղ հիշեցում անենք, որ A-ին դա այս տողն է, իսկ այսինքն A մատրիցը բաղկացած կլինի A1, A2, A-ն, որտեղ A1-ը դա առաջին տողն է մատրիցի եւ այսպես շարունակ։ Դե ինչ, սկսենք առաջին հատկությունից։ Առաջին հատկությունը ասում է հետեւյալը, որ եթե ինքը ունի զրոյական տող, ապա իր որոշիչը հավասար է 0։ Այստեղ ներքևում իր ֆորմալ ապացույցը ես ներկայացրել եմ, սակայն ինչի է այդպես, եկեք այսպես փորձենք հասկանալ։ Ուրեմն տեսեք, մատրիցը երբ մենք տարերը դիտարկում ենք, նույն որոշիչը բաղկացած է տարերի արտադրյալների գումարից, չէ՞։ Այդ ամեն մի արտադրյալի մեջ ամեն տողից մի հատիկ տար կա։ Ինքը որոշիչը բաղկացած է ինչ որ արտադրյալներից, չէ՞, ասենց ինչ որ արտադրյալների հետ թվաբանական գործողություն ենք իրականացնում։ Ու այստեղ մինուսով էլ կարող լինել, այս մի արտադրյալի մեջ ամեն տողից մի հատիկ տար կա։ Հիմա եթե մի տողը զրոյական, նշանակում է այստեղ մի հատիկ 0 կա, իսկ 0-ի արտադրյալը 0 է տալու, այստեղ այսինքն ամեն տեղում մի հատիկ 0-ներ կան, իսկ այդ արտադրյալը 0 է տալու է 0։ Դրանով պայմանավորված, եթե հանկարծ ունեցավ զրոյական տող, ապա որոշիչը իր 0 է։ Ասենք հաջորդ հատկությանը, ուրեմն հաջորդ հատկությունը սա է, որն ասում է հետևյալը, եթե մատրիցի որևէ տող բազմապատկված է 0-ից տարբեր լիանդմաթվով, ապա որոշիչը եւս կբազմապատկվի 0-ից տարբեր լիանդմաթվով, սա կարելի է նաեւ այլ կերպ ձևակերպել, ասել հետևյալը, որ տողի տարերի ընդհանուր բաժանարը կարելի է հանել որոշիչի նշանի տակից։ Այս տողի տարերի ընդհանուր բաժանը կարելի է հանել որոշիչի նշանի տակից։ Սա այս հատկության հետ կապված, այստեղ իհարկե իր ֆորմալ ապացույցը ներկայացված է, կարող եք ուսումնասիրել։ Ուղղակի իմացեք, որ կարելի է, եթե որոշիչ եք հաշվում, կարելի է այդ լիանդման հանել որոշիչից դուրս, ինքը հաստատուն թիվ է, ու իհարկե եթե զրոյական չի։ Անցնենք հաջորդ հատկության սահմանմանը, ուրեմն եթե մատրիցի երկու տողեր հավասար են, ապա նրա որոշիչը հավասար է 0-ի։ Ինչով է սա պայմանավորված։ Տեսեք, երբ մատրիցի երկու տողեր հավասար են, ապա տարրական ձևափոխություններ իրականացնելով այդ տողը մենք զրոյացնելու ենք։ Հետևաբար կստանանք, որ պարունակում է զրոյական տող, դրանով պայմանավորված արդեն որոշիչը կլինի 0։ Սա է սրա հետ կապված, ուրեմն երկու համեմատական տողեր ունեցող մատրիցի որոշիչը հավասար է 0։ Սա այս ապացույցը հիմնվում է արդեն մեր թվարկած վերջի երկու հատկություններից։ Դրանով պայմանավորված այս առաջին հատկությունը արդեն ինքը ապացուցում է եւ այս հատկությունը երկու տողերի տեղափոխությունից որոշիչը փոխում է միայն նշանը։ Այսինքն դետերմինանտ, այստեղ նայեք AI, այստեղ J-ի է լինում։ Հիմա սա ոնց է ներկայացվում, այստեղ ներկայացված է։ Ուրեմն սա բացված է հետեւյալ կերպ, սրանք էլ իրենց հերթին բացված են, ուրեմն խի այստեղ 0-ն է, որովհետեւ ինքը պարունակում է երկու հատ նույն տարից։ Այսինքն սրանք 0-ն են, իսկ սրանք արդեն ստացվում է, որ նշանը փոխված է ստացվում։ Սա ֆորմալ ապացույցն է, բայց պրակտիկայում, եթե ավելի այդ պատկերով ուզում եք հասկանալ, պրակտիկայում դուք երբ կիրառեք ինչ-որ մատրիցի դեպքում, ապա կտեսնեք, որ փոխվում է նշանը իրեն։ Հաջորդ հատկությունը ասում է հետևյալը, որ որոշիչը չի փոխվի, եթե որևէ տողի յուրաքանչյուր տարին գումարենք մի այլ տողի համապատասխան տար, նախապես բազմապատկած թվով, այսինքն սա։ Սրանից որոշիչը փոխվում, տեսեք, նույն որոշիչին է հավասար։ Ինչու՞։ Այստեղ ինքը էլի ներկայացված է, որովհետև այստեղ ստանում ես երկուական համեմատական տողեր, որը 0 է, հետևաբար ստացանք նույն որոշիչը։ Այս հատկությունը սա ոնց է, որ այսինքն այսա, որ բացում է այս ձև, սա եւս հատկություն է, որը որպես այդպեսին չձևակերպեցինք, բայց իմացեք, որ սա նույնպես հատկություն է, որ այս որոշիչը հավասար է այս երկու որոշիչների գումարին։ Նույն այստեղ բարձր ստացվում է 0, որովհետև ի է լինում, բայց օրինակ ստե կարող լիներ տարբեր տարեր, հա, այսինքն ի համընկնումներ չունեն, նույնական տող չստանանք։ Բայց իմացեք, որ գումար եթե կա, կարող ենք կիսենք երկու մասի բաժանենք։ Շատ լավ, անցնենք առաջ, ուրեմն այստեղ սահմանենք նաև թե ինչ է նշանակում մատրիցների տրանսպոնացումը։ Մատրիցի տրանսպոնացում նշանակում է տողերը իրար դառնում են սյուներ, սյուները դառնում են տողեր։ Այսինքն այս մատրիցը, մատրիցը տրանսպոնացնելով, այս բոլոր տողերը պետք է դառնան սյուներ։ Տեսեք, այստեղ արդեն ինքը դարձել են սյուներ։ Սա մատրիցի տրանսպոնացումն է, մատրիցի տրանսպոնացում, մատրիցի շրջում, սրանք բոլորը նույնն են։ Եվ հատկությունը ասում է հետևյալը, որ տրանսպոնացված մատրիցի դետերմինանտը հավասար է այդ մատրիցի դետերմինանտին, այսինքն մատրիցի տրանսպոնացնելուց դետերմինանտը չի փոխվում։ Այստեղ իհարկե արդեն ֆորմալ ապացույցը ներկայացված է, բայց դա անձեն աչքով էլ ակնհայտ է, եւ պրակտիկավ անում եք, արդեն պարզ է, չէ՞, որ շրջված տարբերակի դետերմինանտը հաշվես թե հենց ինն, ապա դրանից ոչինչ չի փոխվելու։
Անցնենք առաջ, այստեղ սահմանենք ուրեմն երկու գաղափար, այս մեկում սահմանենք ինչ է նշանակում վերին եռանկյունաձև գլխավոր անկյունագծի նկատմամբ։ Վերին եռանկյունաձև գլխավոր անկյունագծի նկատմամբ տեսեք այստեղ եռանկյունը առաջանում, այսինքն այս տարրերը իրենց ներքև բոլոր տարրերը 0 են, եթե այստեղ ֆորմալ սահմանենք, եթե in մեծ է J, հետևում է որ AI J-ն ինքը 0 է։ Եթե in տողի համարը սյան համարից մեծ է, դրանց տեսա փոքրեր են։ Ապա ուրեմն այստեղ ինքը 0-ներ են։ Եվ սրա համար իր դետերմինանտը հավասար է գլխավոր անկյունագծի տարրերի արտադրյալին։ Ինչու՞։ Որովհետև միայն գլխավոր անկյունագծի տարրերի արտադրյալի այդ մի գումարը լինա, որ 0 չի բանակում, մնացած բոլորի մեջ այստեղից տարրեր պարտադիր լինում են։ Մնացած բոլոր այս արտադրյալների մեջ, որոնց գումարը կամ տարբերությունը որ պետքա դիտարկենք, այս ներքևի 0-ներից տարրեր լինում են։ Մենակ այս մեկի մեջ է, որ 0-ական տարր չկա, հետեւաբար հավասար է դետերմինանտը դրան։ Եվ նույն կերպ սահմանվում է արդեն վերին եռանկյունաձև մատրից, կներեք, ստորին դա վերին էր։ Սա վերին էր, վերվում էր, այստեղ ստորինն է, ուրեմն ասեք ներքևի մասում այս եռանկյունը, ուրեմն այստեղ էլ եթե in-ը փոքր j, ապա այդ դեպքում հետևում է որ a i j-ն հավասար է 0, այսինքն սյուների համարը եթե մեծ է տողերի համարից։ Եվ այստեղ դետերմինանտը նույնպես սահմանվում է անկյունագծի տարրերի արտադրյալ, որովհետև տեսեք այս 0-ական տարրերից պարտադիր ամեն մի արտադրություն լինելու է, ու դրան պայման 0 ենք ստանում, այսինքն մենակ այս մի արտադրյալն է գլխավոր անկյունագծի տարրերից բաղկացած արտադրյալը, որ չի պարունակում 0-ներ, դրանով պայմանած որոշիչը հավասար է դրա։ Վերջ ընկերներ, այսքանով ամփոփենք նաև որոշիչի հատկությունները, հաջորդով արդեն մատրիցի հետ գործողություններ ենք դիտարկելու, բազմապատկում, մասնավորապես գումարում մատրիցներ եւ այլն։ Այսօրվա այսքանը, հուսով եմ պարզ եւ հասկանալի, հարցերի դեպքում գրեք մեկնաբանության դաշտում, սիրով պատրաստ եմ պատասխանել ձեր հարցերին։ Ես այստեղ ֆորմալ ապացույցների վրայով չանցա, որովհետեւ այստեղ տեղադրությունների բան էին ներկայացված, բայց ընդհանուր մասով բացատրեցի, որը ինչպես է մեկնաբանվում, ավելի պրակտիկ, որ ավելի հասկանալի։ Բայց դուք ֆորմալ ապացույցի վրայով կարող եք անցնել, որտեղ պրակտիկան դուք մենակ այս հատկությունները թելադրելով արդեն բավականին իմանալով բավականին առաջ է գնում, դրանք հեշտ են նաև ապացուցվում։ Լավ, մնացեք, կհանդիպենք։